Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, նոյեմբերի 17 Իրեն փառք հավիտյան, ամեն, Հռոմեացիս 11:36 Իրեն փառք հավիտյան, ամեն, այդ փառքը պետք է դառնա յուրաքանչյուր քրիստոնյայի գերիշխող ցանկությունը, բոլոր մյուս ցանկությունները պետք է ենթարկվեն դրան և բխեն դրանից, քրիստոնյան իր գործունեության մեջ հաջողության ձգտելով այն ուղղում է գլխավորին հասնելուն, իրեն փառք հավիտյան, հնարավոր է նա ավելի պարգևներ և ողորմածություններ ցանկանա, բայց դա ևս պետք է տանի միայն մեկ բանի, իրեն փառք հավիտյան, քո գործողությունները աննպատակահարմար են, եթե ձևավորվում են Տիրոջ փառքից բացի ցանկացած այլ շարժառիթով, քանի որ դու քրիստոնյա ես, դու Աստծուց ես, ուրեմն նշանակում է պետք է նաև ապրես Աստծո համար, թող ոչինչ սրտիդ չստիպի ավելի ուժգին բաբախել, քան նրա հանդեպ սերը, թող Աստծուն փառավորելու այդ ձգտումը ոգեշնչի քեզ, դառնա քո բոլոր գործողությունների սկզբնապատճառը, թող այն դառնա քո հիմնական դրդապատճառը, երբ եռանդդ սառչում է, ընտրիր Աստծուն որպես քո միակ բարձրագույն նպատակ և հավատարիմ եղիր այդ ընտրությանը, սեփական եսի հանդեպ պողտվությունը միայն հեռացնում է Աստծուց և բերում է տառապանքների, բայց եթե Աստված իմ գլխավոր ուրախությունն է և միակ բարձրագույն նպատակը, ապա այն ամենն ինչ նա ուզում է ուղարկել, ես պետք է հեզությամբ միայն ընդունեմ, թող նրան փառք երգելու քո ձգտումը անդադար աճի, դու որ փառաբանել ես նրան երիտասարդ տարիքում, իրավունք չունես բավարարվելու փառքով, որ երգել ես նրան այն ժամանակ, եթե նա քեզ տվել է կյանքի փորձ, փառաբանիր նրան ավելի համոզիչ, քան նախկինում, եթե քո հոգևոր գիտելիքներն աճել են, երգիր նրան ավելի քաղցրանուշ և ուրախ, եթե քեզ համար ավելի երջանիկ ժամանակներ են եղել, եթե ապաքինվել ես հիվանդությունից, իսկ վիշտդ փոխել է խաղաղության և ուրախության, ուրեմն այդ դեպքում ավելի շատ երաժշտություն թնդացրու Տիրոջը, ածուխ և կնդրուկ ավելացրու քո փառաբանության խնկամանի մեջ, քո կյանքի ամեն օրը փառք ու պատիվ մատուցիր նրան, թող քո անձնական ծառայությունը և աճող արդարությունը դառնան քո մեծ ու ողորմած Տիրոջը մատուցված գովաբանության և փառաբանության պսակը։